Պարոն վարչապետ, դուք նշում եք, որ խաղաղության գործընթացում չպետք է լինեն իրավական կարգավորումներ, որոնք կոնֆլիկտներ կենթադրեն, եւ մատնանշում եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում անկախության հռչակագիրը։ Ուզում եմ մի մեջբերում անել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությունից։ Նշված է Ադրբեջանի ժողովուրդը շարունակելով իր դարավոր պետականության ավանդույթները եւ հիմնվելով 1918-1920 թվականների գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության փորձի վրա ընդունում է այս սահմանադրությունը։ Դուք հայտնի է, որ այսպես կոչված դեմոկրատական Ադրբեջանը տարածքային պահանջներ ուներ 18-20 թվականներին Հայաստանի Հանրապետությունից, Սյունիքը, Երևանը, արդյոք այս ձևակերպումն էլ որ կա Ադրբեջանի սահմանադրությունում իրենց նախաբանում, սա եւս տարածքային պահանջներ չի համարվում Հայաստանի Հանրապետության ուղղված, դուք դա այդպես մեկնաբանում եք, թե ոչ, դուք արդյոք Բաքվի այդ շփումներում առաջարկում եք, որ իրենք էլ հրաժարվեն կոնֆլիկտածին իրավական կարգավորումներից, թե ոչ, եթե ոչ, ապա ինչու, եւ մեր անկախության հռչակագրին վերադառնալով նախաստորագրված այդ պայմանագրի այդ նախաստորագրված տարբերակի 12-րդ հոդվածում այսպիսի ձևակերպում կա. կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով եւ սույն համաձայնագրով կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները որպես սույն համաձայնագրի չկատարման հիմնավորում։ Եթե այսպիսի պայմանավորվածություն կա ձեռքբերած, հիմա անկախության հռչակագիրն էլ ըստ էության ներպետական այդ ստատուսն ունի, ինչ անհրաժեշտություն կա այդ անկախության հռչակագիրը հանելու։ Դու ձեր ամբողջ հարցը ըստ էության կազմված էր իմ տարբեր շրջանում հրապարակած հոդվածների, հարցազրույցներից, մեջբերումներից, բայց ես էլի ուզում եմ ասել, որ անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ եւ ոչ թե ուրիշներին մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Ես իմիջայլոց այդ թեմայով էլ առանձին անդրադարձ պատրաստում եմ, բայց ձեր հարցին ի պատասխան կասեմ, էլի ուզում եմ ընդգծել, որ անկախության հռչակագիրը ընդ որում հրապարակային տեքստ է, ձեզնից յուրաքանչյուրը դա կարող է կարդալ, վերլուծել եւ կարող է անել նույնիսկ հրապարակային։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Ինչու՞, որովհետեւ երբ որ դու պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետևի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում միայն ու միայն արտաքին օգնության, այսինքն միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք։ Եվ հետևաբար անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, եւ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամեն ինչը, բայց ելի ուզում եմ ասել, որ սահմանադրությունը եւ այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է, մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու, մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ, որովհետև ես նաև առիթներ ունեցել եմ ասելու, նույնիսկ երթևեկության կանոնների օրինակը բերելով օրինակ, թե երբ որ մենք ասում ենք ով մարդկային արդարություն, թող որ մենք ես թքեմ քո բաց ճակատին, այդ շատ լավ ասում ենք, բայց երբ որ մենք անընդհատ վրա երթենք ենթարկվում, մենք մեզ հարց պիտի տանք, իսկ կարող է դրա պատճառն է, որ մենք գտնվում ենք փողոցի երթևեկելի մասում եւ չգիտենք փողոցի երթևեկության կանոնները չգիտենք եւ չգիտենք հետիոտնային անցումի գործառնական նշանակությունը
եւ լուսացույցների գործառնական նշանակությունը։ Այդ համատեքստում է, որ ես ասել եմ եւ ցավոք արձանագրել եմ, որ աշխարհը շարունակում է մեզ համար լինել անծանոթ վայր եւ ես հարկ եմ համարում եւ ընդ որում ես չեմ ասում դա ձեր մասին կամ ուրիշների մասին, ես ասում եմ մեր մասին, բոլորիս մասին, ներառյալ ինձ, որպես մեր հավաքական խնդրեմ եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես կառավարության եւ երկրի ղեկավար հարկ եմ համարում այս ամենի մասին կիսվել մեր ժողովրդի հետ եւ ոչ միայն կիսվել, այլև լուծումներ առաջարկել եւ այդ ամենը հենց այդ համատեքստում է։ Ես ձեր առաջին հարցին էլ պատասխանեցի։ Ասացի, որ դուք ինչ որ մեջ բերեցիք, դուք մեջ բերեցիք իմ նախկինում գրած հոդվածներից։ Ես 4-5 լսեք, ասում եմ, ես 4-5 հոդված եմ գրել այդ թեմայով։ Ես 4-5 հոդված եմ գրել այդ թեմայով, եւ դուք ընդամենը ինձ եք մեջ բերել, դուք ուրիշ բան չեք արել։ Եվ ես ձեր ասում եմ, դուք մեջ բերեցիք իմ հոդվածներից։ Ես այդ հոդվածներում իմ գնահատականը տվել եմ։ Դուք իմ հոդվածներից եք։ Գիտեք, ինձ այն ինչ որ գրել եմ։ Այսինքն ես ձեր քմահաճույքով պետք է ինչ որ բան կրկնեմ, ես կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսինքն դուք երկրի վարչապետի առաջ կանգնած եք, ասում եք դե կրկնի։ Ինչ որ ասել եմ, հարգելի պարոն Կիրակոսյան։ Եվ ձեզնից էլ չեմ ակնկալում, որ ձեր հարցը կրկնեք, որովհետև ես միանգամից հասկանում եմ։ Շնորհակալություն։